Աշխատանքային պայմանագրի դեպքում որոշակի էական պայմանների փոփոխությունը նախապես պետք է նախ ծանուցել աշխատողին, աշխատանքի էական պայման է հանձնում, օրինակ աշխատավայրը, աշխատավարձի չափը, պաշտոնը եւ մի շարք հանգամանքներ, եթե տվյալ հաստիքում դուք ընդունվել եք աշխատանքի եւ ձեր հաստիքը չի կրճատվել, գործատուն չի կարող ձեզ պարզապես ասել, որ այս հաստիքում այլևս չեմ ցանկանում ձեր աշխատանքային գործունեությունը իրականացնեք եւ այդ հիմքով լուծի։ Նա պարտավորվում է հիմնավորել այդ հաստիքի կրճատումը բացակայությունը իր աշխատանքային գործունեության համար եւ ծանուցել ձեզ նախապես ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում բացի պատվիրատուից այլ անձ չի կարող վերահսկել ձեր գործառույթները։ Կարգապահական տույժ ընտրելիս էլ գործատուն սահմանափակված է օրենքով, աշխատանքային օրենսգրքով։ Քաղաքացիները շատ դեպքերում տեղեկացված չեն, որ որևէ կարգապահական տույժ կիրառելու դեպքում գործատուն պարտավոր է նախապես գրավոր բացատրագիր պահանջել վերջինիս եւ տրամադրել ողջամիտ ժամկետ այդ բացատրագիրը ներկայացնելու, եթե ինչ-որ մտածում եմ, որ ինչ-որ կարգապահական կանոն է խախտվել աշխատակցի կողմից, որևէ կարգապահական նորմի խախտումը աշխատողի եւ գործատուի մեջ ստեղծում է լարվածություն եւ կողմերը, հատկապես գործատուն, փորձում է ուղղակի արագ ազատվել աշխատողից, ով սկսում է արդեն խնդրահարույց իրավիճակներ առաջացնել իր համար, քանի որ իր գույքով է աշխատում, իր աշխատավայրում է աշխատում եւ սա ռիսկերի իր միջոցներով է աշխատում։ Ողջույն Զարուհի, դուք իմ ոդկասթի, այսպես ասած, այն հյուրերից եք, որ երկրորդ անգամ եմ մասնակցում, ինչը ինձ համար շատ հաճելի է։ Ինձ համար եւս ուրախալի է այդ փաստը արձանագրել։ Շնորհակալություն։ Մենք այսօր խոսենք ոչ թե հաշտարարությունից, այլ խոսենք ավելի շատ պայմանագրերից, մասնավորապես աշխատանքային եւ ծառայությունների մատուցման պայմանագրերից։ Շատերը չեն տարբերակում եւ չեն հասկանում, թե ինչ են ստորագրում եւ ինչ իրավունքներ կամ պարտականություններ է առաջացնում այդ պայմանագրերի դեպքում։ Առաջին հերթին երևի սկսենք, թե ինչ տարբերություն կա աշխատանքային եւ ծառայությունների մատուցման պայմանագրերի միջեւ։ Շնորհակալություն կարևոր հարց բարձրացնելու համար։ Իրականում այո, քաղաքացիները դժվարությամբ են տարբերակում աշխատանքային եւ ծառայությունների մատուցման պայմանագրերը իրենց իրավական բնույթով եւ առաջացած իրավական հետևանքներով։ Այս հարցը հատկապես կարևորում է այն դեպքում, երբ որևէ խնդիր է առաջանում եւ իրավունքների ծավալի բարձման հարց է առաջանում, այդ պահին է, որ կողմերը փորձում են պարզաբանել իրենց իրավահարաբերությունների բնույթը։ Տարբերությունների մասին եթե խոսենք, առաջին տարբերությունը պետք է նշենք իրավահարաբերությունների ծագման հիմքերը, իրավահարաբերությունների բնույթը, մասնավորապես աշխատանքային պայմանագրի դեպքում աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի կողմից համապատասխան հրաման ընդունելու միջոցով եւ այդ հարաբերությունների նկատմամբ կիրառելի է աշխատանքային օրենսգիրքը, որը ինչպես գործատուի եւ աշխատողի համար սահմանում է հատուկ իրավունքներ եւ պարտավորություններ ըստ էության, իսկ ծառայությունների մատուցման դեպքում դա իրավական ծառայությունների բնույթ է, որտեղ կողմերը կատարող եւ պատվիրատու են հանդես գալիս, նրանց իրավահարաբերությունների վրա չի տարածվում աշխատանքային օրենսգիրքը իր բոլոր բացասական հետևանքներով, մասնավորապես աշխատողի համար հատկապես, քանի որ նրանք չեն օգտվում, օրինակ արձակուրդային վճարներ ստանալու, սոցիալական ապահովության վճարներ ստանալու, վերջնահաշվարկ ստանալու իրավունքներից, այսինքն տարբերությունները պայմանավորված են իրավահարաբերությունների բնույթով, որոնք շատ կարևոր են, եթե ի սկզբանե անձը տիրապետում այդ իրավունքներին եւ պարտավորություններին եւ հետամուտ է լինում դրանց պաշտպանությանը։ Իսկ ինչպես անձը հասկանա, որ տվյալ փաստաթուղթը, որ ստորագրում է, ոչ թե աշխատանքային պայմանագիր, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Միայն բավարար է, որ գրված է, պայմանագրի անունը ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր, միայն բավարար է, որ դա կարդալով հասկանա, թե շատ այլ կարևոր կետեր կա, որ պետք է ուշադրություն դարձնի։ Շատ կարևոր հարց եք տալիս, իրականում արտաքին զննման միջոցով երբեմն լինում է, որ գործատուները օգտագործում են նաև այդ հնարքը, որ ուղղակի գրում են պայմանագիր, չեն մատնանշում պայմանագրի բնույթը, օրինակ ծառայությունների մատուցման պայմանագիր կամ աշխատանքային պայմանագիր, պարզապես նշում է կատարում պայմանագիր եւ ընթերցողի համար, որը իրավաբան չէ, կարող է մտայնություն առաջանալ, որ եթե կա գրավոր փաստաթուղթ, որի անվանումը պայմանագիր է, արդեն աշխատանքային իրավահարաբերությունների ծագման մասին է խոսում
ասում այդ փաստաթուղթը։ Սակայն կան մի քանի իրավական, այսպես ասած, հնարքներ, որոնց արկայությունը տվյալ գրավոր փաստաթուղթում կարող է փաստել, որ դա աշխատանքային պայմանագիր է, թե ծառայությունների մատուցման։ Մասնավորապես աշխատանքային պայմանագրի դեպքում երևի առաջին կոմպոնենտը սուբյեկտներն են, աշխատող եւ գործատու վերտառություններ, այսինքն պետք է լինեն ում միջև են հարաբերությունների ծագում, եթե ձեր անունվան դիմաց գրված է աշխատող, իսկ այն կազմակերպությանը, որտեղ դուք աշխատանք եք իրականացնում գործատու, դա կարող է առաջին փաստը լինել, որ դա աշխատանքային պայմանագիր է, իսկ բովանդակային տեսանկյունից մի քանի կետեր կան, որոնք ես կարող եմ մատնանշել, որ քաղաքացիները ընթերցելիս կարող են հասկանալ։ Մասնավորապես աշխատանքային պայմանագրի դեպքում նշվում է աշխատանքի կատարման վայրը, այսինքն այն հասցեն, որտեղ դուք աշխատանքային գործունեություն եք իրականացնելու, նշվում է հաստիքը, պաշտոնը, որը դուք զբաղեցնելու եք այդ աշխատանքը կատարելիս, նշվում է աշխատավարձի չափը, վճարման ժամկետը, աշխատավարձի հաշվարկման պայմանները, արձակուրդների մասին նշվում է կատարվում եւ այս հիմնական կետերի դեպքում հնարավոր է բարձել արդյոք աշխատանքային պայմանագիրը թե ծառայությունների մատուցման։ Ծառայությունների մատուցման դեպքում սուբյեկտներ են հանդիսանում կատարողը եւ պատվիրատուն, բացի այդ ծառայությունների մատուցման դեպքում չի նշվում որևէ հաստիկ, քանի որ ըստ էության ծառայության արդյունքն է, նշվում է որևէ ծառայություն կատարելու փաստ, չի նշվում արձակուրդների մասին, սոցիալական վճարների մասին, աշխատաժամանակի հաշվարկ, սովորաբար ծառայությունների մատուցման պայմանագիրը որևէ ծառայության արդյունքի, վերջնարդյունքի համար վճարվող միանավակ վճարեկան պարբերակալ կարող է լինել, բայց էականորեն տարբերվում է, այսինքն այս հիմնական կետերի տարբերակման միջոցով հնարավոր է բարձել։ Բացի այդ, պայմանագրի լուծման կարգը, որը թերևս ամենակարևորներից է, աշխատանքային պայմանագրի դեպքում գործատուն որոշակի իրավական հիմքերով սահմանված կարող է լուծել բացառապես պայմանագիրը, բացառությամբ եթե փոխադարձ համաձայնություն կա, ծառայությունների մատուցման դեպքում բնականաբար այդ նորմը կիրառելի չէ եւ անձը կարող է նախատեսել օրինակ միակողմանիորեն այդ թվում առանց իրավական հիմքի լուծել պայմանագիրը եւ սրանք էական այն կարևոր կետերն են, որոնք առաջին ընթերցման միջոցով ոչ իրավաբան լինելով կարելի է առաք տարբերակել, որ պայմանագրի տեսակի մասին ենք մենք խոսում։ Իսկ գործատուները ոնց հասկանան, որ տվյալ անձին պետք է օրինակ, եթե մի անգամ է աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու, մի անգամյա լինելու, գործատուն ինքը ոնց հասկանա, որ տվյալ մարդու հետ պետք է կնքի ոչ թե աշխատանքային պայմանագիրը, ծառայությունների մատուցման պայմանագիրը, այսինքն ինքը ոնց է տարբերակումը տա։ Այո, շատ կարևոր է այդ հարցը։ Գործատուի դեպքում, եթե որոշակի բնույթի աշխատանք է կատարվելու, որը իր աշխատանքային գործունեությանը, որը իրականացվում է հիմնական գործառույթ է, օրինակ եթե ռեստորանային ցանցը եւ խոհարարի հաստիք է, բարձր որ այդ աշխատանքը իր համար ժամանակավոր չէ եւ իր գործունեության բնույթով պայմանված հիմնական է։ Եվ գործատուները ունենում են հաստիքացուցակ, որտեղ նշվում է այն անձանց ցանկը, որ այն հաստիկները, որի համար աշխատակից են ընտրում, հետեւաբար եթե արկա է հաստիքացուցակ, նրանք պետք է այդ հաստիքի հիման վրա աշխատանքային պայմանագիր ձևավորեն։ Իսկ այն դեպքում, երբ որ որոշակի բնույթի ուղղակի ծառայությունները խորհրդատվություն, ֆրիլանս աշխատանք կամ որևէ հենց ամբողջական մի բնույթի ծառայություն, որը պետք է սկսվի եւ ավարտվի եւ այլևս անհրաժեշտ չի լինելու գործունեության բնույթով պայմանված, կամ հենց իր աշխատավայրում անհրաժեշտ չի լինելու դա կատարել, օրինակ անձը կարող է հեռավար իրականացնել, այս դեպքերը մատնանշում են այն մասին, որ կարող է կնքվել ծառայությունների մատուցման պայմանագիր, ոչ թե աշխատանքային։ Բայց հեռավարի դեպքում, եթե նա ամեն ամիս գումար է ստանում ու նաև ինքը կարելի է ասել իր օրվա մեծ մասը, թեկուզ 8 ժամը, օգտագործում է այդ աշխատանքները կատարելու համար։ Այստեղ գործատուն, եթե նրա հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքի, որևէ խնդիրներ չի առաջանա գործատուի համար։ Այո, հեռավար աշխատանք եւս կարող է իրականացվել եւ դրա համար պետք է կնքել աշխատանքային պայմանագիր, բայց այստեղ պետք է տարբերակենք աշխատանքի կատարման պայմանները։ Եթե ձեզ առաջադրվում է, որ աշխատանքը պետք է կատարվի որոշակի հստակ պայմաններով գործատուի ներքին կանոններին համապատասխան կամ գործատուի կողմից ասված պայմաններով, այստեղ մենք խոսում ենք աշխատանքային իրավաբանությունների մասին։ Իսկ եթե դուք որոշակի ծառայություն պետք է մատուցեք, որ չի նշվում երբ պետք է կատարեք, նկատի ունեմ առավոտյան, երեկոյան, սա թողնված է ձեր հայեցողական լիազորությանը, որպես ծառայություն մատուցող, այստեղ մենք խոսում ենք արդեն ծառայության բնույթի մասին, որտեղ աշխատանքային իրավահարաբերության այդ գործատուի իրավասությունները այստեղ սահմանափակված են։ Նաև հարկերի մասով եմ ուզում զրուցենք, աշխատանքային պայմանագրի դեպքում հարկային պարտականությունները ընկնում է գործատուի վրա, իսկ ծառայությունների մատուցման դեպքում կարող է արդեն ընկնի ոչ թե պատվիրատուի, այլ նաև կատարողի վրա կամ պատվիրատուի վրա, այսինքն ըստ իրենց համաձայնությամբ, սրա մասով ինչ կարող եք ասել։
Աշխատանքային պայմանագրի դեպքում բնականաբար ճիշտ նշեցիք, գործատուն հանդիսանում է աշխատողի հարկային գործակալ, այսպես ասած, ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուն տվյալ դեպքում կարող է հանդիսանալ անձի հարկային գործակալը, այսինքն հարկերը հաշվարկել եւ այդ պարտավորությունների կատարումը իրականացնել, բայց դա այն դեպքերում է, երբ օրինակ ֆիզիկական անձի հետ է կնքվում պայմանագիրը, իսկ այն դեպքերում, երբ որ ծառայությունների մատուցումը իրականացվում օրինակ անաձեռնարկատիրոջ եւ այլ միջոցով, բնականաբար այս դեպքում հարկային գործակալ լինելու անհրաժեշտություն չի առաջանում եւ այստեղ կողմերն են որոշում ում վրա է այդ պարտավորությունը դրվում։ Պայմանագրով կարող են սահմանել, բայց պարտավորություն որպես այդպիսին պատվիրատուի վրա չկա։ Իսկ եթե պայմանագրում ուզում են որոշակի փոփոխություններ կատարել, էլի որոշակի տարբերակումներ կա, աշխատանքային պայմանագրի դեպքում ո՞նց է լինում, ծառայությունների մատուցման պայմանագրի հետ ո՞նց է լինում, այստեղ որոշակի տարբերություն կա։ Այո, երկու դեպքում էլ կնքվում է պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն տարբերությունները նրանում են, որ աշխատանքային պայմանագրի դեպքում որոշակի էական պայմանների փոփոխությունը նախապես պետք է նախ ծանուցել աշխատողին, ստանալ վերջինիս համաձայնությունը նոր իրականացնել այդ փոփոխությունները։ Մասնավորապես աշխատանքի էական պայմանի հանձնամ, օրինակ աշխատավայրը, աշխատավարձի չափը, պաշտոնը եւ մի շարք հանգամանքներ, որոնք երաշխիք են ըստ էության աշխատողի համար, որ ինքը կնքելով այդ պայմանագիրը հետագայում դրա վերաբերյալ էական փոփոխություններ կատարել դեպքում նախապես պետք է ծանոթվի, ստանալ համաձայնություն։ Ծառայությունների մատուցման դեպքում պայմանագրով կարող են նախատեսվել, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարել, միևնույն ժամանակ պատվիրատուն սահմանափակված չէ եւ կարող է առանց այդ նախնական ծանոթությունների եւ համաձայնության ստանալ առաջարկ կատարել օրինակ փոփոխությունների վերաբերյալ, որը բնականաբար եթե տեսնենք աշխատողի կամ ծառայությունների մատուցողի տեսանկյունից վատթարացնող է։ Հա, եթե համաձայնության չկա, ի վերջո կարող են դատական կարգով այդ հարցը լուծել։ Ոչ միայն փոփոխությունների մասով եմ ուզում խոսել, նաեւ երբ որ ուզում են դադարեցնել պայմանագիրը, տարբերություններ բնականաբար կա, աշխատանքային պայմանագրի դեպքում ոնց է լինում, ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում ոնց է լինում։ Եթե ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չի ժամկետ, որ օրինակ 5 օր առաջ, հա, պետք է ծանոթվի, ոնց է դա կարգավորվում։ Այո, աշխատանքային պայմանագրի դեպքում կան հիմքեր, որոնք աշխատանքային օրենսգրքի համաձայն, որոնք գործատուն կարող է իրացնել եւ այդ հիմքերով լուծել աշխատանքային պայմանագիրը, նույնը աշխատողի համար է սահմանված, իսկ ծառայությունների մատուցման դեպքում բնականաբար կողմերի հայեցողությունն է, բնականաբար իրենք կարող են նախատեսել, որ պայմանագիրը կարող է ժամկետային լինել եւ ավարտվել այդ ժամկետով, կարող է լինել առօր ժամկետով, օրինակ 1 ամիս ծանոթելու սկզբունքով, իսկ աշխատանքային պայմանագրում բավականին սահմանափակված է գործատուի իրավունքները աշխատանքային պայմանագիրը միակողմ լուծելու դեպքում։ Բնականաբար, եթե կողմերի համաձայնություն կա, այդ գործընթացը ավելի պարզեցված է իրականացվում, բայց այստեղ կարևորագույն երաշխիքը աշխատակցի համար գործատուի իրավունքների սահմանափակումն է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Մասնավորապես, վերջինս նախ պետք է ծանուցի, պետք է լինեն հստակ հիմքեր։ Օրինակ, եթե տվյալ հաստիքում դուք ընդունվել եք աշխատանքի եւ ձեր հաստիքը չի կրճատվել, գործատուն չի կարող ձեզ պարզապես ասել, որ այս հաստիքում այլևս չեմ ցանկանում ձեր աշխատանքային գործունեությունը իրականացնեք եւ այդ հիմքով լուծի։ Նա պարտավորվում է հիմնավորել այդ հաստիքի կրճատումը, անհրաժեշտության բացակայությունը իր աշխատանքային գործունեության համար եւ ծանուցել ձեզ նախապես։ Սա ըստ էության իրավական տեսանկյունից մեծ երաշխիք է աշխատակցի համար, որ ինքը ստանալու է նախապես ծանուցումները աշխատանքային լուծման մասին հստակ հիմնավորումներով, բացի այդ հստակ օրենքը հիմքեր է նախատեսում, որոնք ըստ էության ի սկզբանե զսպող մեխանիզմ են հաստատանում գործատուի համար, որ սահմանափակված են իրեն իրավունքները լուծման տեսանկյունից։ Դրա համար են որոշ գործատուներ նաև խուսափում աշխատանքային պայմանագրի կնքումից, որովհետև դրա լուծումը, աշխատանքային հարաբերությունների լուծումը բավականին դժվար է տրվում։ Բացի այդ, լուծման ընթացքում նրանք նաև խնդիր են ունենում վերջնահաշվարկների իրականացման, օրինակ չօգտագործված արձակուրդների դեպքում եւ այլն, սրանք շատ խնդրահարույց են եւ վիճարկումները լուծման պայմանագրերի լուծման դեպքում կարող են դատական կարգով բողոքարկել եւ բավականին մեծ թվով բարեհաջող ելքեր են ունենում, հա, ազատումների դեպքում բողոքարկում։ Հիմնականում աշխատողների օգտին է լինում, հա, դատական պրակտիկան դա է ցույց տվել, որ դատավորները կարելի է ասել ավելի շատ աշխատողների կողմից է, քան գործատուների։ Իրականում ոչ միայն դատական պրակտիկան է այդպես, այլ աշխատանքային օրենսգիրքը ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է եւ ըստ էության աշխատանքային իրավունքը անձի սոցիալական իրավունքների շարքին է դասվում եւ
պետությունը, այսպես ասած, պարտավորություն է ստանձնել այդ իրավունքների ավելի հստակ սահմանումներ անեն, աշխատանքային օրենսգիրքը ինքնին բարենպաստ նորմեր է նախատեսում աշխատողի համար, այսինքն այդ օրենսդրական հնարավորությունները սահմանված են եւ ի բարօրություն մեր աշխատակիցների նաեւ դատական պրակտիկան է այդպես ընթանում։ Մենք դեռ խոսենք վեճերի հետ կապված այս պայմանագրերի հետևանքով ինչ վեճեր կարող է առաջանալ կամ ոնց կարելի է այդ վեճերի լուծման համար դիմել դատարանի ներկայացման կարգի հետ կապված, բայց մինչև այդ ես կուզենայի խոսենք նաև, եթե դու աշխատանքային հայ պայմանագրով հանդիսացող կողմ ես, դու իրավունք չունես համապատասխան օրենքով նախատեսված համապատասխան ժամանակից ավել աշխատանքներ կատարել, այսինքն եթե 8 ժամ աշխատում ես, պլյուս նաև 4 ժամ, մեկ այլ տեղ կարող ես դու համատեղությամբ, բայց ծառայությունների մատուցման դեպքում այդ ժամանակային սահմանափակում չկա, այսինքն դու որպես կատարող կարող ես շատ պատվիրատուների հետ պայմանագիր կնքես, կարող է դա օրինակ, չգիտեմ, օրվա կտրվածքով դինի նույնիսկ 14 կամ կարելի է 20 ժամ, այս դեպքում այդ տարանջատումը կա աշխատանքայինի ու ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում։ Այո, միանշանակ կա, եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ ծառայությունների մատուցման պայմանագրով կատարողը ինքն է որոշում կատարման պայմանները, ժամանակահատվածը, վարձատրության չափը եւ սահմանափակված չէ պատվիրատուի ներքին կարգապահական կանոններով, մշակած ժամանակացույցով, այդ մասով, այո, բնականաբար առավելություններ կան, պարզապես պետք է դիտարկել արդյոք տվյալ իրավահարաբերությունը քաղ իրավական է թե աշխատանքային, երբեմն այդ քաղաքացիական իրավական պայմանագրի ծառայությունների մատուցման քողի ներքո կնքվում են իրականում աշխատանքային պայմանագրի նորմեր սահմանող դրույթներ։ Օրինակ, եթե քաղաքական պայմանագիր է, սակայն պատվիրատուն ձեր առաջ դնում է պայմաններ, որ դուք պետք է գաք իմ աշխատավայրում իրականացնեք, իմ գույքով իրականացնեք, իմ ներքին կարգապահական կանոններ, օրինակ մուտքի եւ ելքի կարգապահական կանոններ ունեն, այդ պայմաններով իրականացնեք, բնականաբար այստեղ վատ հարացնող է այդ բանը, ստացվում է, որ դուք ծառայությունների մատուցման պայմանագրով ունեք բազում այդ թվում ձեր նշած դրական հնարավորությունները, իրավունքները, սակայն քանի որ գործատուն այնպես է իր համակարգում իրականացրել եւ դուք էլ այսպես ասած չեք հետամուտ եղել ձեր իրավունքների պաշտպանության, ստացվում է, որ ըստ էության ունեք քաղաքացիայի իրավական ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն փաստացի հարաբերությունները աշխատանքային բնույթի են, բայց առանց աշխատանքային օրենսդրության սահմանված երաշխիքների։ Այո, դե ուզում ասել, որ մի շարք պարտականություններ է դնում կատարողի նկատմամբ, բայց եթե դու այսպես ասած դնում ես այդ պարտականությունները, միևնույն ժամանակ նաև տուր այն իրավունքները, որոնք որ ունի աշխատողը ըստ աշխատանքային օրենսգրքի։ Այո, օրինակ կարող ենք շատ պատկերավոր օրինակ բերել, եթե ծառայությունների մատուցման դեպքում դուք պարտավոր չեք ամեն օր 9-ից 6-ը հաճախել գործատուի գործունեության վայր իրականացնել ձեր աշխատանքը եւ չհաճախելու համար աշխատանքային օրենսգրքի դեպքում դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել, ծառայությունների մատուցման դեպքում դուք այդ պարտավորությունը չունեք, չկա այդ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը, բայց գործատուն այնպիսի համակարգ է ստեղծում, որ ձեր մոտ ձևավորվում է տպավորություն, որ դուք չնայած որ քաղաքացիայի իրավական ծառայությունների մատուցման պայմանագրով եք, միևնույնն է դուք պարտավորվում եք 9-ից 6-ը հաճախել գործատուի գործունեության վայր եւ իրականացնել այդ աշխատանքը, օրինակ տեսախցիկների հսկողության ներքո, նրա վերադասության կարգով շատ կարեւոր է օրինակ նշել, որ ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում բացի պատվիրատուից այլ անձ չի կարող վերահսկել ձեր գործառույթները, օրինակ մենեջեր, բաժնի ղեկավար եւ այլն, այսինքն այս հատկանիշները հստակ տարանջատում են, որ եթե ձեր նկատմամբ կա վերահսկողություն աշխատանքի կատարման նկատմամբ, փաստացի դուք գտնվում եք աշխատանքային հարաբերության մեջ, անկախ ձեր պայմանագրի վերտառությունից։ Բացի այդ էլ նաև ծառայությունների մատուցման պայմանագիրը ավելի տալիս է կատարողին ազատություն, այդ ազատության իրավունքը կարելի ասել ծառայությունների մատուցման պայմանագրում դա արտացոլվում է ի տարբերություն աշխատանքային պայմանագրի դեպքում։ Այո, որովհետև աշխատանքային պայմանագրի դեպքում գործատուն մշտապես կարող է սահմանել ինչ եղանակով կատարվի աշխատանքը, որտեղ կատարվի, ինչ պայմաններով, ինչ ժամանակահատվածում, ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում ըստ էության իրավահարաբերությունները ծագում են ծառայությունների մատուցման պայմանագրով կայի շուրջ, այսինքն ինչ արդյունք պետք է ստացվի եւ որպես կատարող դուք եք որոշում երբ կատարեք, ինչ պայմաններում կատարեք, ինչ գործիքակազմերով կատարեք, բացառությամբ այն դեպքեր, եթե ծառայության մատուցման պայմանագրով հստակ կողմերը նշել են, օրինակ կատարման պայմանները։ Հա, դա արդեն մեկ այլ կարելի ասել ուրիշ պատմություն է։ Վեճերի հետ կապված, երբ որ աշխատանքային եւ ծառայությունների մատուցման պայմանագրի ընթացքում որոշակի վեճեր է առաջանում, այս դեպքում ինչ տարբերություններ կա
Երբ կարող են դիմել դատարան կամ ինչ հիմքերով կարող են դիմել դատարան։ Աշխատանքային պայմանագրի դեպքում ոչ միայն աշխատանքային պայմանագրի լուծման ժամանակը կարելի է դիմել դատական պաշտպանության իրավունքի իրացման, այլև օրինակ կարգապահական տույժերի կիրառման, որոնք շատ հաճախ մեր քաղաքացիների կողմից չի իրացվում եւ անհիմն անձանց կարգապահական տույժեր են կիրառվում։ Այս դեպքում եւս օրինակ ի տարբերություն ծառայությունների մատուցման պայմանագրի, որ չունենք կարգապահական տույժերի կիրառում, աշխատանքային պայմանագրի դեպքում ըստ էության կարգապահական տույժերը, որոնք գործատուի կողմից կիրառվում են աշխատակցի նկատմամբ որևէ աշխատանքային պարտականություն չկատարելու կամ ներքին կարգապահական կանոնների չհետևելու կամ աշխատանքային գրքով նախատեսված որևէ պարտավորություն չիրացնելու համար, այստեղ կարող է հիանալի հնարավորություն լինել աշխատակցի համար վիճարկել այդ կարգապահական տույժը, օրինակ նկատողություն, խիստ նկատողություն, կարգապահական տույժի տեսակ է նաև աշխատանքային պայմանագրի լուծում, այսինքն սրանք շատ լայն հնարավորություններ են տալիս աշխատողին վերահսկել գործատուի վարքագիծը եւ վիճարկել օրինակ կարգապահական տույժի իրավաչափությունը, որտեղ կարգապահական տույժ ընտրելիս էլ գործատուն սահմանափակված է օրենքով, աշխատանքային օրենսգրքով, բացի այդ օրինակ կարգապահական տույժերի դեպքում բավականին լավ հիմք է հանդիսանում օրինակ կարգապահական տույժ տալու կարգի չպահպանումը գործատուի կողմից։ Քաղաքացիները շատ դեպքերում տեղեկացված չեն, որ որևէ կարգապահական տույժ կիրառելու դեպքում գործատուն պարտավոր է նախապես գրավոր բացատրագիր պահանջել վերջինիս եւ տրամադրել ողջամիտ ժամկետ այդ բացատրագիրը ներկայացնելու, եթե ինչ-որ մտածում եմ, որ ինչ-որ կարգապահական կանոն է խախտվել աշխատակցի կողմից եւ սրանք այս գործողությունների իրականացման շղթան հնարավորություն է տալիս աշխատողին պաշտպանել իր իրավունքները եւ իրացնել իր լսված լինելու հնարավորությունը։ Ծառայությունների մատուցման դեպքում այս կարգապահական տույժերի կիրառման հնարավորությունը չկա, օրինակ կարող են լինել բացառապես տույժեր կամ տուգանքներ, որոնք բնականաբար վճարել կամ որոշակի տույժեր նախատեսել, տուգանքներ նախատեսել ծառայությունների չմատուցման համար, բայց սա ընդհանուր պայմանագրի չկատարման հիմքով կարող է վիճարկվել։ Իսկ կարգապահական տույժերը կարող են օրինակ աշխատանքային իրավաբերությունները շարունակել գոյություն ունենալ, բայց դուք վիճարկեք կարգապահական տույժի կիրառումը ձեր նկատմամբ։ Սա շատ կարևոր մեխանիզմ է, որից պետք է օգտվել, կարծում եմ։ Նույնիսկ եթե օրինակ դիցուկ աշխատանքային հարաբերության մեջ գույքն է վնասում աշխատողը, դրա համար կա համապատասխան, չէ՞, կարգապահական տույժեր, բայց նույն ծառայությունների մատուցող անձը գնում է տվյալ պատվիրատուի աշխատավայր, եթե հանկարծ գույքը վնասի, ինքը որևէ պատասխանատվություն չի կրում, չնայած ուղղակի սա մի քիչ այլ հարաբերության դաշտ է մտնում, օրինակ դիտավորյալ գույքը վնասել կամ փչացնել, սա ուրիշ հարաբերությունների դաշտ է մտնում, ոչ աշխատանքային հարաբերությունների դաշտ։ Բայց այստեղ պատվիրատուի պարտավորությունները ապացուցման բեռի տեսանկյունից մի փոքր տարբեր են։ Իսկ աշխատանքային պայմանագրի դեպքում ըստ էության գործատուն է կրում այդ ապացուցման բեռը, օրինակ ապացուցել, որ կարգապահական կանոնի խախտում է տեղի ունեցել, սա շատ կարևոր է դատական պաշտպանության տեսանկյունից, եթե անձիկ բախվել են, բնականաբար կտիրապետեն այդ հանգամանքին, որ դատարանում ապացուցման բեռը դրվում է գործատուի վրա, վերջինս պետք է ներկայացնի այդ ապացույցները կարգապահական տույժի կիրառման իրավական, փաստական հիմքերի վերաբերյալ, շատ կարևոր է, շատ մեծ երաշխիք է աշխատակցի համար, որ ինքը իրացնի իր դատական պաշտպանության իրավունքը զերծ լինելով այդ ապացուցողական գործառույթներից, որոնք շատ իրականում կարևոր են դատական process-ի ընթացքում։ Բացի այդ ծառայությունների մատուցման դեպքում պետք է ասենք, որ օրինակ հստակ օրենքով սահմանված չկան կարգապահական տույժի տեսակներ, այսինքն կողմերը ազատ են ընտրելու ծառայությունների մատուցման չկատարման, ոչ պատշաճ կատարման, ինչ պահանջ ներկայացնել, օրինակ դա կարող է լինել ծառայությունների մատուցման պայմանագրի լուծում, գումարի բռնագանձում, ոչ պատշաճ ծառայությունների մատուցման համար չվճարում, դա եւս կարող է որպես պատասխանատվության եղանակ ծառայել, իսկ աշխատանքային պայմանագրում այդպես չի։ Հիմնականում հեռացման հետ հեռացման են, այո, ամենագլխավոր դեպքերը հեռացումն է լինում, որովհետև ինչով է պայմանավորված, սովորաբար որևէ կարգապահական նորմի խախտումը աշխատողի եւ գործատուի մեջ ստեղծում է լարվածություն եւ կողմերը հատկապես գործատուն փորձում է ուղղակի արագ ազատվել աշխատողից, ով սկսում է արդեն խնդրահարույց իրավիճակներ առաջացնել իր համար, քանի որ իր գույքով է աշխատում, իր աշխատավայրում է աշխատում եւ այստեղ ռիսկերի իր միջոցներով է աշխատում եւ այստեղ
Առհասարակ այլ աշխատակիցների իր վարքագծով բացական մոտեցումներ ցույց տալու եւ այստեղ գործատուները փորձում են մաքսիմում արագ ազատվել այդ խտրահարույց աշխատակիցներից։ Իրականում աշխատանքը կամ այն ծառայություն, որ մատուցվելու է, ինքը բնույթով նույնն է կարելի ասել, բայց շրջակա, միջավայրը կամ այլ պայմանները փոխում է կարգավիճակը մարդու, դա ոնց որ մի դեպքում ինքը աշխատող է, մյուս դեպքում կարող է դառնալ կատարող։ Այո, միանշականապես։ Բայց հիմնական միտը պրակտիկայում, որ անձին ընդունում են որպես աշխատող, բայց ժամանակի ընթացքում լուծում են պայմանագիր, աշխատանքային պայմանագիր լուծում են եւ հետո կնքում են ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այո, այդ շղթան լինում է երբեմն, բայց գործատուները սովորաբար օգտագործում են հակառակ շղթան։ Օրինակ, հաշվի առնելով, որ որոշակի աշխատանքային գործունեության ոլորտներում աշխատակիցների հոսունությունը շատ բարձր է, օրինակ, ընդունվում են աշխատանքից շական 1-2-3 օր հետո չեն ներկայանում աշխատանքի եւ շատ դժվար է լինում այդ դեպքում լուծել աշխատանքային պայմանագրի ծանուցում պետք է իրականացնել, վերջնահաշվարկ իրականացնել, եթե շատ է աշխատակիցների հոսունության մակարդակը տվյալ կազմակերպությունում, հետեւյալ շղթան է կիրառվում, սովորաբար ընդունում են աշխատանքի ծառայությունների մատուցման պայմանագրով, եթե որոշակի ժամանակ անց աշխատակիցը, փաստացի աշխատակիցը տվյալ դեպքում իր գործունեությունը բավարարում է, օրինակ գործատուին, նա փոխարինում է աշխատանքային պայմանագրով, բայց իհարկե լինում է նաև որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է, սակայն հարաբերությունները այնպես են ձևավորվում, որ հետագայում օրինակ կողմերը լուծում են որոշակի հանգամանքների բերումով եւ ազատ են բնականաբար մտնել քաղաքացի իրավական ծառայությունների մատուցման ոլորտ եւ կնքել նման բնույթի պայմանագիր, ոչ թե արգելք չի կարող լինել։ Ձեր ասածը ստացվում է, որ 3 ամիս ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքում, ու դա ստացվում է 3 ամսյա այն փորձաշրջանը, որը պետք է լիներ աշխատանքային պայմանագրի դեպքում։ Հետո ծառայությունների մատուցման պայմանագրից անցում են կատարում աշխատանքային պայմանագրային հարաբերության 3 ամիս փորձաշրջանը լինում, նոր արդեն անձը հիմնական աշխատանքի է ընդունվում, այսպես ասած, ու ստացվում է, որ 6 ամիս ուղղակի անձը չի հասկանում վերջո ինքը տվյալ ընկերությունում հիմնական աշխատող է, թե ի սկզբանե ծառայություն մատուցող, հետո փորձաշրջանում աշխատող, նոր արդեն հիմնական աշխատող։ Ըստ էության ձեր նշածը շատ ճիշտ է, Նարեկ ջան, ըստ էության անձը 6 ամիս կորցնում է իր աշխատանքային ստաժից, որը շատ կարևոր հանգամանք է, երբեմն անձինք ձևավորում են իրավահարաբերություններ, սկզբնական շրջանում խորամուխ չեն լինում այն հարցին, արդյոք այդ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը, բացի ֆինանսական տեսանկյունից վատթարացնող է, վերջինիս համար չունեն արձակուրդային շրջանի վարձատրություն, չունեն օրինակ մայրության կամ այլ արձակուրդի ընթացքում վարձատրության հնարավորություն եւ աշխատատեղը պահելու հնարավորություն, բացի ֆինանսական կոմպոնենտներից, նաեւ իրավահարաբերության տեսանկյունից անձիկ, հատկապես որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող, որոշակի որակավորում ունեցող անձինք, որոնք աշխատանքային հարաբերություն հենց ձևավորում են նաեւ մասնագիտական ստաժի ձևավորման համար, քաղաքացի իրավական պայմանագրի դեպքում դա կիրառելի չէ եւ շատ դեպքերում այս հանգամանքը թերագնահատվում է, սակայն որոշակի իրավիճակներից հետո պարզ է դառնում, որ օրինակ 6 ամիս անձը աշխատանքային փաստացի գործունեություն է իրականացնել, բայց ստաժի հաշվարկ չի եղել։ Անիմաստ կարելի ասել ժամանակ է կորցրել, բայց դա այս դեպքում բնականաբար գործատուի համար է վատթարացող, եթե միանք սկսում է նրա այդ աշխատանքային հարաբերություններ կնքել ու մի քանի օր հետո աշխատողը ինքը որոշում է, որ դուրս պետք է գա։ Այո, համաձայնեմ հատկապես մեծ կազմակերպությունների դեպքում, երբ որ աշխատակիցների քանակը 2-300 եւ ավել է լինում, մոտավորապես ամենօրյա ռեժիմով ունենալ այդքան ազատումների թիվ բավական մեծ ծանրաբեռնվածություն է կադրային բաժնի եւ հաշվապահական բաժնի վրա, որովհետեւ պատշաճ պետք է իրականացվեն ազատման գործընթացը նախ իրավական պահանջներին համապատասխան հրաման պետք է կազմել, դա պետք է համապատասխանի օրենսդրության պահանջներին, այսինքն փաստացի ինչ հիմքով է եղել փաստական հանգամանքներ, իրավական հիմքը հստակ նշվի, ծանուցում իրականացվի, սրանք բոլորը ռեսուրս պահանջող գործընթացներ են բիզնես իրականացնող անձի համար, դրա համար մաքսիմում կրճատում այս այն ժամկետը ի վնաս ցավոք սրտի փաստացի աշխատանք կատարող անձի։ Թերևս այստեղ կարելի է նշել, որ ոչ սոցիալական պայմանների բերումով անձիկ համաձայնում են կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր վարձատրություն ստանալու նպատակով։ Բայց ավելի վատ կողմ էլ կա, որ ընդունում են մարդուն աշխատանքի կամ նույնիսկ ծառայությունների մատուցում, չնայած ծառայությունների մատուցման դեպքում նմանատիպ այսպես ասած տեղեկություն չունեն, բայց աշխատանքային հարաբերության դեպքում ընդունում են անձին որպես պրակտիկանտ ու ընդհանրապես չեն վճարում, դա ավելի վատ վիճակ է, քան եթե նույնիսկ
իսկ ծառայությունների մատուցման պայմանագրով են աշխատում տվյալ անձի հետ։ Միանշանակ դա ավելի շատ է շահագործում անձի իրավունքները, բայց պրակտիկանտի դեպքում էլ որոշակի հնարավորություններից է օգտվում անձը, օրինակ նա աշխատաժամանակը չի կարող հաստատի իհարկե կարող է գերազանցել, բայց իրավական տեսանկյունից նա չի կարող աշխատել 40 եւ ավել ժամ, այստեղ հստակ կրճատված է ժամանակահատվածը, եթե մենք խոսում ենք պրակտիկա, ոչ թե փորձաշրջանի աշխատանքային պայմանագրով փորձաշրջան անցնող անձի մասին, այլ պրակտիկայի պայմանագրի մասին, այստեղ բնականաբար աշխատաժամանակի հստակ կրճատում կա, որ պետք է դրան ուշադրություն դարձնել, եթե այդ աշխատաժամանակի կրճատումը նախատեսված է պայմանագրով, դա իրականում եւ դուք փաստացի էլ այդքան կարճ եք աշխատում, այս հնարավորությունը վատ չէ օրենսդրական տեսանկյունից համաձայն, այլ հարց է, որ պրակտիկայում այն խեղաթյուրվում է եւ ըստ էության փաստացի աշխատանքային հարաբերությունները եւ վերացվում առանց համապատասխան վարձատրության եւ սոցիալական երաշխիքների։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր որ հանդիպել են նման դեպքի կամ նման իրավիճակում են գտնվում եւ չգիտեն թե ինչ անեն, ի վերջո ստորագրեն պայմանագիրը, ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում, երբ որ նրանք որպես աշխատող են գնալու։ Ինչ խորհուրդ կտաք այդ անձանց։ Իրականում որպես իրավաբան պետք է ասեմ, որ շատ կարևոր է ի սկզբանե զբաղվել ձեր իրավունքների պաշտպանությամբ, այսինքն հստակ նախ կարդալ պայմանագիրը, դա շատ կարևոր է, հասկանալ արդյոք այն պայմանագիրը, որը ձեզ ներկայացվել է, համապատասխանում է փաստացի ձեր գործունեության բնույթին։ Եթե դա քաղաքացի է իրավական պայմանագիր է, սակայն հստակ սահմանում է, որ դուք պետք է որոշակի աշխատաժամանակով աշխատեք, ենթարկվեք ընկերության ներքին կարգապահական կանոններին, ենթարկվեք ընկերության կարգապահական պատասխանատվության նորմերին, սակայն չստանաք աշխատավարձ, որը որ սահմանված է օրենքով նվազագույնից ցածր, չստանաք սոցիալական երաշխիքներ արձակուրդային, չստանաք վերջնահաշվարկի հնարավորություններ, ընդմիջման հնարավորություն, որը եւս շատ կարեւոր է աշխատանքային պայմանագրերում, այս դեպքում եթե չկան սոցիալական շատ ծանր խնդիրներ, որոնք ձեզ մղում են պարզապես ծառայությունների մատուցել եւ ստանալ այդ գումարը, պետք է հրաժարվել այդ պայմանագրից, որովհետեւ գործադուին դուք այսպիսով հնարավորություն եք տալիս ըստ էության առանց բավարար սոցիալական երաշխիքներ ձեզ տրամադրելու, օգտագործել ձեր աշխատանքը չտրամադրելով ձեզ ոչ մասնագիտական ստաժ ձեռք բերելու հնարավորություն, ոչ սոցիալական երաշխիքներ եւ ինքներդ ըստ էության ձեզ դնում եք վատթարացնող իրավիճակի մեջ, ավելավը 1-2 ամիս հետո գտնել աշխատանք, բայց գտնել աշխատանք, որը համապատասխանում է աշխատանքային օրենսդրության պահանջներին եւ դուք որպես աշխատանք կատարող սուբյեկտ պաշտպանված եք։ Շատ շնորհակալություն, շատ լավ ներկայացրեցիք բոլոր այն հիմնական կետերը, որը որ պետք է քաղաքացիները իմանան։ Շնորհակալություն այսպես արդյունավետ տեղեկատվության համար ու ես վստահ եմ, որ շատերին, ովքեր որ դիտեն այս ոդքասթը, շատերին կհետաքրքրի եւ շատ օգտակար կլինի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հնարավորության համար։